Ու վերջապես, արդյոք կարող է որևէ մեկը ստիպել այդ ժամանակ կավոր կորսված հայրենիքը հայրենիք չհամարել։ Կարող է որևէ մեկը ստիպել նույն Փաշինյանի ելույթի օրը եռաբլուրում այն հայրենակիցներին, որոնք եկել էին խնկարկելու Շահումյանի լեգենդար հրամանատար Շահեն Մեղրյանի նահատակության 32-րդ տարելիցը, որևէ մեկը կարող է նրանց ստիպել, որ իրենց հայրենիքը այլևս չհամարեն Շահումյանը, անհնար է ջնջել դա, հիշողությունը կարոտը վերադառնալու հույսը։ Հակառակ դեպքում եկեք ջնջենք մեր քաղաքների անունները, Արարատ, Մասիս, Երևանի համայնքներում անվանափոխենք Արաբկիրը, Մալաթյան, Սեբաստիան, Զեյթունը, արգելեք ծննդյան վկայականներում անվանակոչեն օրինակ իմ զույգ զավակների անուններով երեխաներ, Անի եւ Տարոն, քանի որ դրանք հայրենիքի այն հատվածներն են, որ այլևս Հայաստանի Հանրապետության մաս չէ։ Մի օր Արարատ Միրզանին ասի, անձնապես չէի ուզում վիրավորել, ձեր կուսակից Թալինի քաղաքապետ, ցեղասպանության վերապրածների ժառանգ Տավրոս Սափեյանին ասեք անունը փոխի չի անի, բայց Տավրոսը չէ որ պատմական Հայաստանի մաս է։ Ուրեմն համերգացրաններում արգելեք քելել աղո քելեր թանք մրերգիր երգը, արգելեք հնչի կոմիտասի կռունկը, որ խապիկի է սպասում։ Եվ հենց այս հիշողության ուժով, հայրենիքի ոգով, ինչպես ամեն տարի, այնպես էլ երկորից հայ երիտասարդը հիշողությունը չկորցրած հայ մարդը ջահերով, ծաղիկներով քայլելու է դեպի Տիտեռնակաբերդ, հիշելու մեր նահատակներին, դատապարտելու եւ պահանջելու պատասխանատվության ենթարկել ցեղասպանին, որ այլևս չկրկնվի այն ինչ տեղի ունեցավ 1915 թվականին ու հետո 2023 թվականին։ Ու վերջում, սիրելի գործընկերներ, շատ կար։ Գիտեք, անցնող տարիներին Նիկոլ Փաշինյանը այնքան խառը բաներ ասել, սենյակումս 14 թվական այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Իսրայել օրուց հետո միակ ազգային շարժումը եղել է 88 թվականի Ղարաբաղյան շարժումը, հետո հիշում եք, ամեն անգամ իր ասածները մի մեջ բերեք, որտեղ վաղը հակառակն ասելու, հետո մնալու եք այդ ամեն ինչի մեջ, շնորհակալ եմ։